Երեխայի զարգացման գնահատման ժամանակ կարևոր է հաշվի առնել 4 համակարգեր՝ շարժողական, հոգեկան, զգայական, կոգնիտիվ։ Այսօր կխոսենք դրանցից երկուսի մասին՝ շարժողականի եւ հոգեկանի։ Շարժողական համակարգ շատ կարևոր է մինչև 1 տարեկանը հետևել շարժողական համակարգի օնտոգենեզին։ Ըստ նորմերի երեխան 1.5-ից 3 ամսականում պետք է պահի գլուխը, 3-ից 6 ամսականում պետք է ինքնուրույն շրջվի, 5-ից 7 ամսականում պետք է ինքնուրույն նստի, 6-ից 9 ամսականում պետք է չոչանի, 7-ից 12 ամսականում պետք է ինքնուրույն կանգնի, բռնվելով որևէ առարկայից, 10 ամսականից մինչև 1.5 տարեկանը պետք է ինքնուրույն քայլի։ Նշենք, որ չոչ անելը շատ կարևոր էտապ է, քանի որ այն նպաստում է միջկիսագնդային կապերի զարգացմանը։ Կարևոր է ուշադրություն դարձնել նաև մկանային տոնուսին, քանի որ վերջինս ազդում է կեցվածքի եւ կոնցենտրացիայի վրա։ Հոգեկան զարգացում շատ կարևոր է հետևել ցուցամատով ցույց տալու ժեստի զարգացմանը։ 11-ից 12 ամսականում ձևավորվում է բազային ժեստը, իսկ մինչև 1.5 տարեկանը իրական ժեստը։ Խոսքի զարգացման նորմերը ևս կարևոր են, ըստ այդ նորմերի երեխան մինչև 6-ից 8 ամսականը պետք է թոթովի եւ արձագանքի մեծահասակի խոսքին, 1 տարեկանում պետք է արտաբերի վանկեր, 1.5-ում բառեր, 2-ում արտահայտություններ։ 3 տարեկանում երեխան պետք է սկսի խոսել առնվազն պարզ նախադասություններով։ Ուշադրություն դարձրեք նաեւ երեխայի կոմունիկացիայի հարցում։ Ցուցաբերում է արդյոք հետաքրքրություն խաղերի եւ մարդկանց հետ շփման հարցում։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնք խոսում են երեխայի հոգեկան ճիշտ զարգացման կամ դրանց շեղման մասին։ Սիրելի ծնողներ, մասնագիտական ճիշտ աջակցություն ստանալու համար դիմեք Կանա հոգեբանական կենտրոն նշված հեռախոսահամարով։